Այսօր Արմավիր մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավականու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Նոյեմբերի 16-ին վաղարշապատցիները կընտրեն ավականի, վերջինս էլ քաղաքապետ։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ, այդ թվում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած Հայրենիք կուսակցությունը, որի կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու է առաջադրված բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Հայրենիք կուսակցության համարը 8-ն է, կարգախոսը Վաղարշապատ իմ հայրենիք։ Ընտրությունների նախաշեմին Խաչիկ Մանուկյանի կոչն է վաղարշապատցիներին անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ որոշողը հենց վաղարշապատցիներն են, համոզված է, միասին կարողանալու են հաղթական ընթացք կերտել, կես խաղաղությանը հակադրել իրական, արժանապատիվ խաղաղություն։ Ես բազմաթիվ անգամ եմ հայտարարել, ես հաղթած եմ եկել եւ այդ հաղթանակի շուրջը հրավիրում եմ իմ համայնքի բնակիչներին, նրանք, ովքեր ուզում են հաղթանակը նշել, ունենալ, կկանգնեն իմ կողքը եւ միասին այդ հավերժությունը կտարփողենք եւ մեր քաղաքի, եւ մեր ազգի, եւ մեր երկրի։ Ես մի բան կարող եմ ասել, որ հայերը զարթնում են, մեր երկրի բնակիչները այս թմբիրից դուրս են գալիս, դրա վկայությունն է եւ Գյումրին, եւ Փարաքարը, եւ բոլոր այն համայնքները, որտեղ երկրի հակառակ կողմից եկածները պարտվում են, նրանք ովքեր ստով, կեղծիքով, խաբեությամբ զավթեցին իշխանական աթոռները, հիմա ստիպված են լինում հեռանալ այդ աթոռներից, բայց նրանք իհարկե չեն հասցնի հեռանալ, նրանք կանգնելու են հայոց արդարադատության առաջ։ Իսկ մասնավորապես այս Գյումրի երկու սցենարի մասին 50+9 դուք կարծում եք, որ ձեր քաղաքական ուժը կհավաքի եւ որ ուժի հետ է հնարավոր կոալիցիա կազմել։ Ես ասել եմ, որ ես իմ փորձությունները կյանքի որքան էլ դժվար է անցել եմ եւ ես չեմ ուզում նոր փորձությունների գնան մարդիկ, բայց սա իմ համայնքի բնակիչների փորձությունն է, սա իմ փորձությունը չէ։ Եթե նրանք ուզում են այդ ինքնիշխանությունը ունենալ ազատ երկրի քաղաքացի լինելու կերպարը, ուրեմն կկանգնեն եւ միասին մենք այդ 50+1-ը, 100+1-ը կունենանք։ Մնացած պարագաներում տեխնիկական հարցեր են, այո, միանալու են բոլոր այն ուժերը, ովքեր հային հայ պահող արժեքներն են վերհանում, ովքեր թույլ չեն տալու հայոց եկեղեցու վրա հարձակումներ եւ բոլոր նրանք, ովքեր պիղծ մտքերով, պիղծ ձեռքերով մոտենում են իմ քաղաքին, մայր տաճարին, մենք թույլ չենք տալու այդ պղծությունը մոտենա Սուրբ Մեռոնին։ Այնպես չի, որ իրենք մեծ իմաստով կարող են հաղթանակներ ունենալ մի երկրում, որտեղ արդեն մարդիկ իրենց ճանաչում են։ Մարդիկ իրենց արդեն ճանաչում են, սրանք բիմակազերծ եղածներ են, եւ այդ իրենց բիմակազերծ եղածով տեսնում ենք, որ հայի շահերի սպասավորները չեն, մեր ժողովրդի, մեր երկրի սպասավորները չեն։ Մենք տեսնում ենք, թե սրանք ինչ խոնարհությամբ, ինչ ցնծությամբ են մոտենում մեր ժողովրդի թշնամիներին եւ պարբերաբար փորձում են դրանց դարձնել որպես բարեկամներ, բարեկիրթներ։ Մենք անգամ այս վերջին ծաղրը, որը հրամցրեցին մեր ազգին, այս անասնակերը բերեցին որպես ցորեն, սա նույնպես ծաղրանք էր ուղղված այդ գոյանքներին եւ այդ ծաղրը նաեւ մեր ողջ երկրի վրա է տարածվում։ Մենք նաեւ մերժում ենք այդ ծաղրը, այդ պարտությունը, մենք մերժում ենք բոլոր նրանց, ովքեր երկրի հակառակ կողմից եկել են եւ խավարը որպես լույս են ներկայացնում։ Պարոն Մանուկյան, ինչ է կարծում, այս հակաեկեղեցական շարժումը ինչ որ չափով ազդեցություն գործած կլինի էջմիածնեցիների կարծիքի վրա, այսինքն նախկինում եթե միգուցե գային եւ ձայն տային օրինակ քաղաքացիական պայմանագրին, հիմա չտան։ Վստահ եմ, որ այս խաբեբաներին չի հաջողվել ամբողջությամբ մեր երկրի բնակիչներին դուրս մղել հայկական արժեքներից եւ մենք նրա հետևորդներն ենք, այն ամենի ինչը ժառանգել ենք մեր ծնողներից, մեր տատ ու պապերից եւ այո, իհարկե ազդեցություն ունի։ Իհարկե մարդիկ հասկանում են, որ ուրեմն ձախողելով կառավարության գործընթացները հիմա եկել են եկեղեցու գործընթացներն են ձախողում եւ գլուխները խոթելով սեռասավանների մեջ ինչ որ կասկածելի հայտարարություններ են անում մյուսը ես մի առիթով ասել եմ եթե նման ձև եք վարվում ապա ձեր կողք կնայեք սեռախեղված գոյանքներ կան գուցե շատ ավելի հետաքրքիր կլինի դրանց անկողինները ներկայացնեք հանրությանը եթե ժողովրդին արդեն հասցրել եք այդ ճրիշակից ցածր մակարդակին բայց ես ուզում եմ նման բաներից չխոսենք ես ուզում եմ երկրի հակառակ կողմից եկածների մասին այլևս չխոսենք, չհիշենք եւ հաղթանակների շուրջը համախմբվենք։ Ինչով է տարբերվում Հայրենիք կուսակցությունը մնացած բոլոր քաղաքական ուժերից։ Հայրենիք կուսակցությունը երբեք չի եղել իշխանության, մեզ չեն կարող մեղադրել Ալանի, Թալանի, ոնց որ հիմա ընդունված է ասելու Արցախը հանձնելու, Հայաստանի Հանրապետության տարածքներ հանձնելու մեջ մեզ նման մեղքերում մեղադրել չեն կարող։
Կարող են մեղադրել, որ մեզ չի հաջողվել հեռացնել այս իշխանությանը, բայց մենք մեր պայքարը շարունակում ենք։ Հետևաբար ինչով ենք մենք տարբերվում նաև մեր մոտեցումներով։ Սա մեր քաղաքական կեցվածքի, մեր կուսակցության, մեր թիմի պատմության մասին, որտեղ ես գիտեմ այն փորձերը, որ անում են, ժամանակին ես հիշում եմ, չէ, կար տարածված բան, որոշակի խոսակցություն, մեկ ասում են սերժական ենք, հիմա ասում են քոչանական ենք, հետո ասում են չէ, քոչանական չեք, ամենտեղ ուրեմն ընտրություններին մասնակցում է հայրենի կուսակցություն, բա վատ է, որ ընտրություններին մասնակցում ենք։ Այսինքն ինչ պետք է մենք չմասնակցենք ընտրություններին։ Ու դա ասում է երկրի ուրեմն նախարարը, երկրում նախարարի զբաղեցնող, պաշտոնը զբաղեցնող մարդը մեզ մեղադրում է, որ մենք մասնակցում ենք ամենուր ընտրություններին, բայց լավ ենք անում, ավելի շատ ենք մասնակցելու, ավելի շատ տեղեր ենք հաղթանակներ ունենալու։ Ազգային ժողովի ընտրություններից հետո տարբեր համայնքներում մասնակցել ենք, ունենք մեր ավականու կազմերը, վաղ շաբաթում էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ունենանք համայնքային իշխանություն։ Բոլոր շենքերի մուտքերը, բոլոր շենքերի տանիքները վերանորոգվելու են։ Գյուղական ամեն մի համայնք ունենալու է իր ուրեմն գյուղատնտեսը։ Մենք ասում ենք, որ ունենալու եք համայնքապետ Խաչիկ Մանուկյանին ընտրելու դեպքում, ով ամեն բան անելու է բիզնեսին աջակցելու համար։ Հստակ ասում ենք ոնց ենք պատկերացնում, հստակ ասում ենք, որ 7 տարի այս իշխանության դուք տեսել եք։ Դուք տեսել եք դրանից առաջ տարբեր իշխանությունների։ Եթե ձեզ գոհացնում է, գնացեք ընտրեք այս իշխանության։ Եթե գոհացնում է այլ իշխանությունների ներկայացուցիչների, գնացեք ընտրեք իրենց։ Եթե ուզում եք ունենալ իշխանություն, որը տարբերում է 30 տարվա բոլոր իշխանություններից, գալիս եք ուրեմն նոյեմբերի 16-ին հայրենի կուսակցություն համար 8 Խաչիկ Մանուկյան։ Լավ ճանաչելով այդ մեծանուն քաղաքացուն, բանաստեղծին, վաստակավոր մարդուն եւ պատվավոր քաղաքացուն, լավ ճանաչելով իր ստեղծագործություններին, մենք բոլորս հարում ենք նրան, նրա կարծիքները կիսում ենք, եւ որպես սրտացավ, եւ որպես համառ քաղաքացի, եւ որպես հայ, վերջապես երկիրն է գնում կործանման, առավել եւս մեր փոքրիկ քաղաքը, որտեղ որ հազարավոր բացական եւ մինուսներ կան, վերջապես պետք է մտածվի դրա մասին, թե չէ։ Խաչիկ Մանուկյանին կա այսպեսի մի անբացատրելի բան, բացի այն, որ մենք իրան լավ ենք ճանաչում եւ հարում ենք իր բան, ես իրան վստահում եմ։ Մենք ամբողջովին, ամբողջությամբ, ընկերությամբ, բարեկամությամբ, բոլոր շրջապատով ուղղակի վստահում ենք այդ մարդուն։ Նա երբեք քաղաքականության մեջ չի եղել, պղտորված չի։ Ասել Սրբազանին, Բագրատ Սրբազանին ականջը կանչի, բացառիկ, ազնիվ եւ շիտակ մարդ։ Ընկեր, բարեկամ, առավել եւս ես եմ ավելացնում որպես քաղաքացի։ Բնականաբար, որպես մտավորական, որպես Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի, որպես խիզախ անհատականություն, ինտելեկտիա որպես այդպիսին, եւ իհարկե որպես գրող ու հրապարակախոս, որ իսկապես լինելով Էջմիածնեցի արմատներով կարողանում է իրերը կոչել իրենց անուններով, կարողանում է ենթարկել ոչ անհիմն, այլ ճիշտ քննադատության այսօրվա իշխող վարչակազմին, որպես ճշտապահ եւ որևէ մի կուսակցության կողմից կամ իշխանավորների կողմից հայրենիքին կամ Էջմիածնին հային ընդհանրապես չդավաճանած մարդ Խաչիկ Մանուկյանի օգտին համոզված եմ, որ Էջմիածին քաղաքի յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենասիրական պարտքը կատարելով կատարի ճիշտ որոշում եւ կքվեարկի համար 8 Խաչիկ Մանուկյանի օգտին։